Մեկ օրինակ եթե բերեմ, Մեսրոպ Մաշտոցի պողոտան բազայում եւ տարբեր որոշումներում մեկ տեղում կարող է լինել M կետ Մաշտոցի պողոտա, մյուս տեղում կարող է լինել Մեսրոպ Մաշտոցի պողոտա, մյուս տեղում առանց M-ի ուղղակի Մաշտոցի պողոտա, այսինքն այս խնդիրները եւ հաջորդաբար արդեն համարակալումները, երբ որ ընդունված է օրինակ փողոցի մեկ կողմում լինեն կենտերը, մյուս կողմում զույգերը, եւ զույգերը ենթադրենք 2, 4 6 հաջորդականությամբ պետք է լինի, օրինակ մենք ինչ ենք տեսնում, որ կա երկու համարակալման բանշարժգույք, հաջորդ անշարժգույքը, որը պետք է լինի ըստ տրամաբանության 4 եւ ըստ կարգի, հաջորդ անշարժգույքի համար օրինակ 7 է։ Մենք այս օրենքի տրամաբանության տակ հայտնվող ինքնական կառույց ունենք, այսինքն այն կառուցված է մինչև 21 թվականի օդային լուսանկարանման իրականացումը, պետք է դիմել չափագրողին, որակավորված մասնագետի, գեոդեզիստի, ով պետք է տեղում հանութագրման աշխատանքներ իրականացնի, այստեղ կապ չունի կադաստրային քարտեզում արտացոլված սխալները ու խնդիրները, որովհետև ըստ կարգի պետք է չափագրումը իրականացվի փաստացի ճշգրիտ կոորդինատներով։ Եվ մեր քաղաքացիներին պետք է խնդրել եւ հորդորել, որպեսզի իրենք ուշադրություն դարձնեն, քանի որ իրենք հանդիսանում են պատվիրատու այդ աշխատանքների եւ վճարող կողմ, ուշադրություն դարձնեն, որպեսզի որակավորված մասնագետները իրենց աշխատանքը դաշտում կազմակերպեն հավուր պատշաճի։ Եվ այնուհետև դիմելուց հետո համապատասխան փաստաթղթերը ստորագրելուց հետո չափագրողը ներ է բեռնելու տվյալ չափագրման փաթեթը էլեկտրոնային համակարգ, որի վերաբերյալ քաղաքացին ստանալու է SMS հաղորդագրություն եւ խնդրել քաղաքացիներին, որպեսզի իրենք հետևեն, որպեսզի իրենց անձնական հեռախոսահամարը դիմումի մեջ նշվի, այլ ոչ թե որակավորված անձի կամ մեկ այլ սխալ հեռախոսահամար, որովհետեւ այդ SMS հաղորդագրությունը քաղաքացին երբ որ ստանալու է առաջինը նրա մասին, որ փաթեթը ներ է բեռնված էլեկտրոնային համակարգ եւ ուսումնասիրություններից հետո կադաստրի կոմիտեի մասնագետների կողմից ուսումնասիրություններից հետո հաստատումից հետո քաղաքացին ստանալու է երկրորդ SMS հաղորդագրությունը, որը փաստելու է, որ հաշվառումը իրականացված է։ Այս երկփուլ ռեժիմը դրված է նրա համար, որովհետեւ մենք հետևենք, համեմատենք տեղեկատվությունը օդային լուսանկարի հետ եւ համոզվենք, որ ճիշտ տեղեկատվություն է մուտքագրվում էլեկտրոնային համակարգ։